Արագածոտնի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Եպիսկոպոսը մեղադրվում է քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելը դարձյալ լիազորություններն օգտագործելով։ Եպիսկոպոսը մեղադրանքը չի ընդունում։ Աբսուրդ է համարում եւ ընդ որում գնահատել է որպես եկեղեցու նկատմամբ իրականացող արշավի ակնհայտ մաս եւ շարունակություն, հետեւաբար անիմաստ է համարել վարդիրական ստոմարնին որևէ բան ասել ցուցմունք տալ, որովհետեւ ակնհայտ է, որ իրենց համար որևէ նշանակություն դա չի ունենալու եւ այս առումով ցուցմունք չի տվել։ Վկաներից մեկի ցուցմունքի համաձայն 2021 թվականի ընտրություններից առաջ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը քահանաներին ասել է. «Խորհուրդ եմ տալիս ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք»։ Սա պաշտպան Երեմ Սարգսյանի պնդմամբ հանցագործություն չէ։ Պատկերացնենք դա իրականություն է։ Եվ խորհուրդ է տվել, որ իրենց բացի մնացածին ընտրեք։ Իրենք ասում են սա հարկադրել է, ասում ենք, բա ինչով է հարկադրել, ասում է դե վկան կարծել է, որ եթե չանի, իր համար կարող է բարենպաստ հետևանքներ առաջանալ։ Փաստաբանի խոսքով մեղադրանքում պետք է հստակագրված լինի, թե ինչպես է հարկադրել, քանի որ այն պետք է կոնկրետ ձևերով դրսևորվի, որպեսզի հանցագործություն համարվի։ Սակայն մեղադրանքում այդ մասին որևէ խոսք չկա եւ չկա որևէ ապացույց, որ իսկապես հարկադրանք է եղել։ Երեմ Սարգսյանի խոսքով անբարենպաստ հետևանքների առաջացումն ընդամենը վկայի ընկալման արդյունքն է։ Եթե դա էլ չլիներ, միևնույն է, սա հանցագործություն չէր կարող համարվել, քանի որ 2021 թվականին գործող օրենսգրքով սահմանված չի եղել, պնդում է Երեմ Սարգսյանը։ Սա նոր քրեականացված արարք է, նախկինում քրեականացված չի եղել։ Իսկ եթե չկա հանցանք, չի կարող լինել քրեական վարույթ, չի կարող լինել մեղադրանք, առավել ևս չի կարող լինել կալանք, եւ սա ակնհայտ ապօրինի է։ 2 տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկե, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ։ Երեկոյան հայտնեց քննչական կոմիտեն։ Նախաքննական մարմինը նաեւ 2 լուսանկար հրապարակեց։ Երեմ Սարգսյանն այս ամենն ընդամենը PR է համարում։ Պնդում է հայտնաբերված գումարները որևէ կապ չունեն եպիսկոպոսին առաջադրված մեղադրանքի հետ։ Դու չես հայտնաբերել զենք զինամթեր, թմրանյութ չես հայտնաբերել, որը ուզում ես ցույց տաս, ասենք գումար ես հայտնաբերել, ոսկե զարդ ես օրինակ հայտնաբերել, հետո ինչ կապ ունի մեղադրանքի հետ։ Հիմա այս գումարների առումով մեղադրանքը ընդհանրապես գոյություն չունի եւ դա, ասենք, եկեղեցու ծախսերի համար նախատեսված գումարներ են։ Նիկոլ Փաշինյանը այսօր պնդեց, ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություններ ունի եւ այնինչ կատարվում է բացառապես իրավական գործընթաց է։ Պարզապես բացառում է, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից։ Չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ Հակառակ Փաշինյանի այս պնդումների Երեմ Սարգսյանը հայտարարում է. հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ մեղադրանքը եւս ապօրինի է եւ այդ մասով եւս որևէ ապացույց չկա։ Դու պետքա ստիպես կոնկրետ օրենքով նախատեսված ձևերով, բռնությամբ, սպառնալիքով, շանտաժով, որևէ ձևով պետքա ստիպես որ դա անի, իսկ իրենք այդ որևէ ապացույց չկարողացան ներկայացնել, որ նման բան կա, նույնիսկ մեղադրանքում չկա գրած դրա մասին։ Հետեւաբար եթե չկա մեղադրանքում, նշանակում է մեղադրանք գոյություն չունի։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է։ Արդյոք այս դեպքում նրա խորհուրդը չէր կարող ընկալվել որպես պարտադրանք։ Պաշտպանը բացատրում է, անկախ այդ հանգամանքից պետք է նշվեն հարկադրելու եղանակները, որոնք չկան։ Ինչու է 2021 թվականին տեղի ունեցած իրադարձություններին իրավական գնահատական տրվում հիմա։ Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է հանցագործության մասին հաղորդման բացակայությամբ։ Նշենք, որ քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը գրել է, որ մեջբերեմ երևույթների դեմ պայքարելիս մենք տրենդներով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում։ Հասարակական կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիմքում Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն է, որտեղ նա պնդել էր, որ մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ թե իր կամքով, այլ վերադասի։ Հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում որ ինձ վանքում սպասում են շատ մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքի կարիքն ու պակասը ունեին։ Ասենք որ ասեք չեմ գնում ցույցի, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։
պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում։ Ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Այսինքն եկեղեցականը պետք է պարտադիր ընդդիմադիր հայացքներ ունենա։ Ոչ թե պարտադիր պետք է ընդդիմադիր հայացքներ ունենա, այլ այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր։ Այս նույն հարցազրույցում հոգևոր հովիվը պնդել էր ինքը միակը չէ, կան բողոքող քահանաներ, որոնք վախենում են խոսել։ Երեկ երբ Արագածոտնի թեմի առաջնորդին եւ 1 տասնյակից ավելի հոգևորականների էին բերման ենթարկել, նույն ժամանակահատվածում Հովանավանքում պսակադրություն էր։ Տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Տեր Արամ քահանա Ասատրյանը միայնակ կատարում պսակադրության կարգը։ Այսօր Հովանավանքի բակում դպիրներից մեկին հանդիպեցինք։ Նրան հարցրինք, թե ինչու չէր մասնակցում արարողությանը։ Նա հրաժարվեց հարցազրույց տալ, բայց կադրից դուրս ասաց, որ միակ պատճառն այն էր, որ տեղեկություն չուներ հոգևոր հոր մասին եւ նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Դպիրի վստահեցմամբ Տեր Արամ քահանա Ասատրյանի հետ որևէ խնդիր չունի։ Այսօր քննչական կոմիտեն հայտնեց, որ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է։ Երեկ նա Ազատությանը տված հարցազրույցում ասել էր, որ չի հարցաքննվել։ Ստացվում է հոգևոր հովիվը հարցաքննվել է խուզարկություններից հետո։ Տեր Արամ քահանա Ասատրյանն այսօր Հովանավանքում չէր, մեծ հետ զրույցում միայն փոխանցեց Երևանում է, բայց հարցազրույց տալ չի ցանկանում։ Բերման ենթարկված Արագածոտնի թեմի առաջնորդից 12 քահանաներից նույն թեմի հաշվապահից, գանձապահից եւ գործավարից կալանավորված են թեմի առաջնորդն ու գործավարը, իսկ հաշվապահի խափանման միջոցի քննությունը դեռ ընթացքի մեջ է։